Ժողովուրդ ջան, բարի լույս, լվացքը փռեցի, եղանակը մեկ խառնում է, մեկ բացվում է, քանի կար արև էր, կարելի ասել շոգ էր, հիմա էլի արևը կոր է, բայց շորերը փռել եմ կհասցնի չուրանա, հա։ Այսպես մազերս մի քիչ կանգրացրել եմ, պատրաստվել եմ, պետքա դուրս գանք, գնալու ենք առևտուր պետքա անենք, որովհետև վաղը հյուրեր ունենք։ Հիմնականում բանջարեղեն բան կամ կգնանք միս կառնենք, ուզում ենք խորոված անենք, հայավարի դե բնականաբար խորոված պետք է անենք, մեր լավ ընկերներն են գալու, մեր բարեկամները, այդպես ինչ ենք անում, հետն էլ նայում եմ, այստեղ էլի մի սիրուն վարդ է բացվել, հիմա ձեզ էլ ցույց կտամ, մնացածը թորոմում են, բայց այս մեկը բացվել է, բայց կոկոմներ էլի կան վրան։ Քսենյան էլի անհանգիստ, այս կողմ են կողմա վազվզում, մի հատ կատու է գալիս այս վերևները, այս տանիքի վրա, այս կատուներն էլ ասում է այդպես բաներ ունեն էլի, այս իմ տարածքն է, ուրիշ կատու չպետք է գա, այդպիսի բաներ ունեն, ասում է նրբություններ կա էլի կատուների հոգեբանության, որ ես չգիտեի։ Հիմա այդ կատուն, որ եկել է այստեղ, ասում է իր հոտը երևի մնացել է, Քսենյան էլ անհանգիստ է, դուրս է գալիս այստեղ, անհանգիստ մլավում է, տեսնենք ինչ է լինելու։ Վերջը, կարճ ասած ժողովուրդ ջան, ուրիշները իրաց թոռներից են պատմում, ես իմ կատվից եմ, իմ չէ, մեր կատվից եմ պատմում։ Այս մեկը սիրուն բացվել են, մյուսները ոնց որ արդեն թորոմում են, բայց էլի կոկոմներ կա վրան։ Հա Քսենյա, ասեցի չէ անհանգիստ է, գալիս է, մլավում, այսպես վերևներն է նայում, այսպես կանգնեմ, որ իմ վարդերը ֆոնի վրա Երևան սիրուն վարդերը։ Այդպես ժողովուրդ ջան, մի հատ տորտ թխեցի, ծնունդի տորտ է, բայց ծնունդ չունենք հիմա, ուղղակի ասեցի, քանի տղաս եկել է, մի հատ տորտ թխեմ։ Իհարկե չէր թողնում, ասում այ մարդ հանգստացի, ինչ տորտ, ինչ բան, համելուտում չաղանում ենք, ասեմ, բայց ախր որոշել եմ, որ չթխեմ, անհանգիստ կլինեմ։ Դրա համար սառած հատապտուղներ կային, դրանցով եմ սարքել, հետն էլ թարմի էլ ակառա, ասեցի զարդարելն էլ թարմով կանեմ։ Հա Քսենյա։ Այդպես համով հավի կրծքամսով կոտլետներ, չէ, կոտլետներ չէ։ Հավի միսը արդեն որ արանք բարակ, այդպես ոնց որ ծեծելու կարիք չկար, էլի լավ բարակ էր։ Հա Քսենյա, խոսում եմ, մի քիչ շնորհք ունեցի։ Այդպես թթվասերին խառնեցի սամիթու համեմ, էդ ունեի, դրանք խառնեցի, այ դեպ կանաչի էլ չունեմ, չմոռանա որ առնեմ։ Թթվասերին խառնեցի սամիթ համեմ, աղ, սև պղպեղ, մի փոքր սխտոր, մի քիչ էլ ավելացրել եմ այն սառած կանաչ գարուխները, ոլորները։ Դրանից մի քիչ էլ խառնեցի ու ստացվեց միջուկ։ Էդ եղավ միջուկը, հավի կրծքամիսը բարակ կտրատած էր, դրա մեջ էլ փաթաթեցի, այդ լցոնեցի դրանով, այսպես ասած, չեմ նկարել, որովհետև չի հասցնում ժողովուրդ ջան, արագ ուզում եմ մի բան ավել պատրաստեմ։ Այդպես այդ փաթաթեցի դրանցով, այդ հավի կրծքամսի մեջ այդպես ռուլետի նման փաթաթեցի, հետո վրան էլ պանիր եմ լցրել ու դրել եմ ջեռոց, այն ինչ լավ համով բան ստացվեց։ Կարելի էր մտածում ես առաջին անգամ էի անում, մի քիչ իմպրովիզ արեցի, կարելի է մյուս անգամ վրան էլ թթվասեր քսել ու նոր պանիր դնել։ Մի քիչ կալորիաները շատ են լինում, բայց ամեն անգամ այդպես չեմ անելու, ես հիմա տղայիս պատվին էր այդպես։ Դա սարքեցի, վերջը ինչ հնարավոր էր, ինչ անհնար էր, ամեն ինչ սարքեցի։ Մի հատ էլ, մի հատ չէ, մեկ էլ պատրաստել եմ ցուկինիով, դդմիկով կոտլետներ, այ հիմա դա դնեմ դուք նայեք, ասեմ որ շատ փափուկ, այսպես փքունը ճիշտ եմ բառն ասում, փափլիկ, հյութեղ, համով կոտլետներ ստացվեցին։ Գնանք դա նայեք ու ետ գանք։ Եթե հավանեք, չմոռանաք մի հատ լայք դնել ու ինչ-որ բան գրել, եթե հավանեք բաղադրատոմսը, շատ լավներ։ Ասեմ, որ ես էլ էի YouTube-ից վերցրել, ուղղակի մի քիչ իմպրովիզ արեցի, այնտեղ սխտոր բան ավելացրի, բայց շատ լավ ստացվեց, շատ համով, բոլորը հավանեցին ու կերան։
Դե ոնց կարող է մաման տորտ չթխի տղայի համար։ Այսպիսի տորտ եմ թխել, մեջը սառած հատապտուղներ եմ լցրել, վրան զարդարել եմ, այս ելակները թարմ են, մնացածը սառած հատապտուղներ են։ Այսպիսի սիրունություն եմ։ Հետո այսպիսի համովություն սարքեցի, հավի կրծքամսով, միջուկը թթվասեր կանաչի մի փոքր սխտոր, վրան էլ պանիր եմ լցրել, շատ համով է ստացվել, շատ եփելու մուսայի օր էր։ Տտմիկով կոտլետներ եմ պատրաստել, տտմիկը կարտոֆիլը քերիչով անցկացրի, հազարն էլ քերիչով անցկացրի, մի հազար եմ օգտագործել, 2 միջին չափի կարտոֆիլ, 2 միջին չափի տտմիկ, ցուկինի։ 2 հատ էլ այսպես բարակ կարմիր պղպեղ եմ կտրատում, 2 բջիջ սխտորն եմ մանրում, կարելի է նաև ճզմիչով անցկացնել, բայց ես այսպես կտրատեցի, սոխը մեծ էր, կեսն եմ վերցրել, սոխն էլ կտրատում եմ, համ եմ ու սամիթ ունեմ կանաչիներից, սա էլ եմ կտրատում, մեծ ամանի մեջ լցնում եմ քերած կարտոֆիլն ու քերած ցուկինին, տտմիկը, հետո մի փոքր աղ եմ անում, պետքա թողնեմ, որ ջուրը դուրս գա։ Քանի որ ռուսերեն ալիքի համար եմ պատրաստել այս վիդեոն, ռուսերեն կարող է բաներ տեսնեք գրած, չզարմանաք։ Ուրեմն այսպես խառնում եմ ու թողնում եմ մի 15 րոպե, որ ջուրը դուրս գա։ Ինչքան շատ հեղուկը մեջից դուրս գա, այնքան լավ կոտլետների համար։ Մի փոքր ձիթապտղի ձեթ եմ լցնում թավայի մեջ ու սոխը պետքա տապակեմ։ Մի 2 րոպե այդպես տապակում եմ ու միանգամից ավելացնում եմ գազարը, որ երկուսը իրար հետ տապակվեն։ Շատ երկար պետք չի տապակել, որ շատ փափկի, բայց ընդհանուր հիմա արդեն գազարը խառնելուց հետո մի 3-4 րոպե էլ այսպես տապակում եմ ու ավելացնում եմ կարմիր պղպեղը։ Մի 2-3 րոպե էլ պղպեղի հետ եմ տապակում, ավելացնում եմ աղ, սև պղպեղ, վերջ անջատում եմ ու թողնում եմ սառի։ Ինչ սա կսառի, քամում եմ ցուկինին ու կարտոֆիլը, պետքա շատ լավ քամենք, որ հետո մեր կոտլետները չքանդվեն։ Լավ քամում եմ, տեսեք ինչքան ջուր է դուրս տալու, ինչքան հեղուկ է դուրս գալիս։ Ինձ մոտ նոր կարտոֆիլ էր, դրա համար մի քիչ գույնը ոնց որ բան եղավ, քերելուց հետո մի քիչ գույնը ոնց որ կարմրեց։ Այսպես լավ քամում եմ։ Նայեք ինչքան ջուր է դուրս տվել, ժողովուրդ ջան, տեսեք։ Այս մի փոքրն էլ քամեմ։ Այս ընթացքում արդեն բանջարեղենը սառել էր։ Ավելացնում եմ ցուկինիի վրա, ավելացնում եմ սխտորը, կանաչին, ինչ որ պատրաստել էի։ Պետքա միձու ավելացնեմ ու ալյուր։ Ես սկզբում 4 ճաշի գտալ ալյուր խառնեցի, աղ սև պղպեղը չենք մոռանում։ 4 ճաշի գտալ ալյուր խառնեցի ու ինձ մոտ ամբողջահատիկ ցորենի ալյուր էր, հենց դա էլ խառնեցի։ Ասեցի այսպես կխառնեմ, նայեմ, կզգամ արդեն ինչպիսի զանգված է ստացվում, եթե կարիք լինի, էլի կավելացնեմ ալյուր, այդպես էլ արեցի, մի փոքր գտալով խառնեցի, բայց այդքան էլ հարմար չէր, անցա այսպես տնական ձեռքով սկսեցի հունցել։ Զգում եմ, որ մի փոքր էլ պետք է ալյուրը ավելացնեմ, երևի ընդհանուր այդպես մոտ 5 ճաշի գտալ ալյուր ավելացրի, խառնեցի։ Հիմա կարելի է արդեն ձևավորել կոտլետները։ Նախ ձեթը պետք է լավ տաքանա, հետո նոր կոտլետները սկսենք տապակել։ Այսպես ձևավորում եմ, կոտլետի տեսք եմ տալիս, հնարավորինս փորձում եմ նույն չափի պատրաստել, ինչպես որ կստացվի։ Այսպես հերթով բոլորը պատրաստում եմ, արագ ցույց տամ, որ չձանձրանաք։ Ասեմ, որ միանգամից չեմ թողնում ամբողջությամբ կարմրի ու շուռ տամ, այսպես 2 անգամով արեցի, 2 անգամով շուռ տվեցի։ Հատկապես որ թավան մեծ է, գազի վրա այդպես լավ չէր էլի ամբողջությամբ կարմրում, դրա համար շուռ ու մուռ տվեցի, աջ ու ձախ շրջեցի, մինչև ամբողջությամբ լավ կարմրեց։ Չի էլ քանդվում, ալյուրն ուզում շատ լավ պահում է։
Ահա, պատրաստել եմ ամբողջը արդեն պատրաստ է, շատ լավն է, շատ սիրուն է, շատ համով է ու փափլիկ էսպես, այնքան լավ ստացվեց։ Հիմա մի հատ փորձենք, կարելի է ուտել մածունով, բայց ես նախընտրեցի կիտրոնի հյութով, ինչպես միշտ։ Եվ Աշոտը կիշի մի քիչ զրուցենք մենք էլ։ Այդպես սիրելիներս, ուրեմն ոնց ասեցի, վաղը հյուրեր ունենք, երբ որ խորոված բան են սարքում, հեշտ է լինում կնոջ համար, էլի շատ բան անելու չի լինում։ Այդ լավ է։ Տղաները, տղամարդիկ խորոված կսարքեն, մենք էլ աղջիկներով սեղան կսարքենք, սեղանը կդնենք։ Մեր լավ բարեկամներն են գալու, մեր լավ ընկերները, վաղուց ենք ծանոթ ու շատ մտերիմ ենք։ Այդպես մարդիկ կան, չէ, որ ինչքան էլ երկար չհանդիպեք, էլի այդ ոչ մի չի փոխվում հարաբերությունների մեջ։ Ոնց որ ասենք հարազատ ընկերուհին, օրինակ Կարնեն նայում եմ վլոգները միշտ ու անպայման մեկնաբանություններ ա գրում, այնպես չի որ մենք անընդհատ իրար հետ խոսում ենք, մեկ-մեկ ենք իրար հետ խոսում, բայց մեկ է, այդ մեկ-մեկ էլ որ իրար հետ խոսանք, չէ, անգամ եթե տարին մի անգամ խոսանք, դրանից մեր հարաբերությունները ընդհանրապես չեն փոխվում, ընդհանրապես, որովհետև իսկական ընկերությունն է մերը, այ դրանից է։ Այ հիմա այս մեր ընկերները, որ գալիս են, իրանց հետ էլ այդպես լավ ընկերություն ունենք, որ ինչքան էլ ուշ իրար զանգենք կամ իրար հանդիպենք, ոչ մի չի փոխվում դրանից։ Այնպես ենք սարքել, ոնց որ այսպես բանա դարել, որ մի անգամ իրանք են գալիս, մի անգամ մենք ենք գնում։ Հիմա իրանք են գալիս։ Այդպես ժողովուրդ ջան, էլ ինչ կա, քանի որ դե գիտեիք, ասել էի նախորդ վլոգների ժամանակ, ես որ ուսս ցավում էր, այս մկաններ էր այստեղ բան եղել, գնացի բժշկի, ցավը չէր անցել, դրա համար մտածեցի լավ կլինի, որ մի հատ իմ ընտանեկան բժշկի հետ էլ խոսամ, գնացի, ասեց դե դիկլոֆենակը անպայման խմի, նշանակել էր չէի խմել, ասեցի լավ, ոնց որ փախնելու տեղ չկա։ 3 օր կխմեմ, կինեզիսն էլ էր ասել 3 օր կունե խմի։ Այնպես որ այդ սկսել եմ խմելը, հետն էլ ստամոքսը պաշտպանող բան էր նշանակել, դա եմ խմում օրը մի անգամ, հետո նոր դիկլոֆենակը օրը 2 անգամ։ Դե դիկլոֆենակ, իբուպրոֆեն այդպիսի դեղերը պարտադիր պետքա ուտելուց հետո խմել, էլի դատարկ ստամոքսին չի կարելի խմել, չնայած ճիշտ է ստամոքսը պաշտպանող բան խմում եմ, բայց միևնույնն է, օրինակ նախաճաշից հետո եմ բան արել խմել դեղը։ Այդպես գնացի իմ բժշկի մոտ, մի շաբաթ առաջ էի մոտ է եղել, հիմա էլի գնացի մի շաբաթ հետո, ասում է, այնքան ասել եմ, չէ, ինչքան լավ բժշկ է, այնքան որպես բժշկ էլ ալա, որպես մարդ էլ է, շատ լավ է, շատ։ Ասում է, այս սպասվածից շուտ ես եկել, ասում է, պատմի, ինչ է եղել։ Ասում եմ, բժշկ ջան, ասում եմ, այս վիզս է ցավում, թևս այսպես շարժելուց բան, չնայած ցավը մի քիչ պակասել էր, բայց ուզեցի 2 օր էլ գոնե տունը մնամ, որ մինչև տղայիս հետ ժամանակ էլի անցկացնեմ, մի քիչ ժամանակ անցկացնեմ տղայիս համար համով սարքեմ ու դիվան։ Դրա համար ասեցի գնամ թուղթ ուզեմ 2 օր էլ մնամ տունը, որովհետև կինեզիսն էլ ասեց պետք չի մրսացնես ու պետք չի ծանրաբեռնես։ Դրա համար ասեցի առիթը օգտագործեմ, ինձ կոտորելով չգնամ, էլի գործի ավելի լավ է 2 օր էլ մնամ տունը։ Հա, ասեց, նայեց, ասեց, ինչքան ես ուզում մնաս տունը, ասեցի 2 օր, ավել չէ, 2 օր մնամ ու կգնամ գործի։ Այնպես որ թուղթ տվեց, թուղթը մեյլով ուղարկեցի գործի տեղ ու այսօր էլ տանը կլնեմ, դե վաղը օրս փոխել եմ աշխատանքային, վաղը ազատ կլնեմ ու կաշխատեմ արդեն մի 2 օրից։ Ինչև է, լսում եք? Եկեղեցու զանգի ձայները ինչքան հաճելի է լսելը, ինչքան հաճելի է։ Այդպես ժողովուրդ ջան, Աշոտը դեռ չիջավ, երևի սափրվում է, ոչինչ, կսպասենք, գնանք այդպես մի քիչ միս բան կառնենք խորովածի համար ու նայեմ, էլ ինչա պակաս, էլ ինչա պետք։ Ցուցակ որ գրում եմ շատ է հեշտանում գործս, բայց միշտ չի որ գրում եմ, միշտ հավես չեմ անում, կամ կարող է գրեմ թողնեմ տուն գնամ, կամ էլ եթե գրում եմ հեռախոսի մեջ, լավագույն տարբերակն է դա, որ գրում եմ հեռախոսի մեջ ու SMS-ով ուղարկում եմ Աշոտին։
Այդպես չեմ կորցնում արդեն։ Երեք տղայիս հետ դուրս եկանք, էլի գործեր ունեինք, ինքը գործեր ուներ, գնացինք դրանք վերջացրինք, նվերի համար ուզում էր բելգիական շոկոլադներ առներ տաներ, դե ասում եմ բելգիական շոկոլադները լավն են, հայտնի են, ես որ շոկոլադ չեմ սիրում, իմ համար մեկը բելգիական թե ինչ, իմ համար հայկականը ավելի լավն է, հատկապես են, որ սալորաչրով բանով է լինում։ Այդպես այդ գործերն արեցինք, վերջացրինք, խանութ եկանք արդեն, գնանք մի սպանել առնենք ու գնանք տուն։ Какую-то программу, что сама делаете потом, да? Она сама выбирает, да? Или нет? Или вы выбираете? Я выбираю через какую. У меня есть один Ну там я это делаю. Не, я имею в виду, что сейчас есть такие и программы искусственного интеллекта, что вы загружаете там, у вас 2 часа, сколько, и оно само монтирует, да? Я так не делаю. Самому, да, выбрать какие? Я однажды, знаешь, так сделала, я несколько слов сказала, и эта программа для меня песню тоже создала. Каждый раз, ну, когда время бывает несколько видео, сразу смотрю. Что, я шанс сбежал, помидоры горят. Помидоры не будут горять. Завтра в Испанию едет, Светлана. Прогульщица! Какой город? Пальма Майорка. Потому что всегда в мыслях есть, Испания, так как никогда не были, и мне кажется, хотя английский должны разговаривать, или нет? Заранее брать, за двоих там вышло 40, наверное. А за это гостиницу там тебя оставили? За все. Давай сюда же. 300, наверное. А вот отель дорого. Нет? Ну, это с питанием уже следует. Сколько раз питание? 2? 2, да. 2 раза поэтому. Или может быть даже как может быть отель 4-звездный или... Ну, не помню, наверное, 4, да. Поэтому, нет? Ну, плюс, да, первая же линия, там, Да. и потом цены были космос. И вы же билеты такие пропали, когда в детстве, Сюда, сюда. так что жилье тоже важно заранее. Говоришь, что на 7 дней тоже хорошо. Нет, заранее. Я же говорю, что мы как-то хотели оставить на последний момент, было очень дорого. Да, а мы никто и не полетели тогда. Շաբաթ ունեին կանենք խմել։ Ես մեկ սպասեմ եմ այդ արարքման բաժակա բանը վրա У меня тоже в июне, в июле и в августе. Երևի վերջի անգամ չէ, քեզից հետո արշուց է, իրար որ նստրեք, Да, хочу, так и хочу. Но, честно говоря, на первый раз хочу здесь в Европе где-то. Может быть, Голландия или Германия. Уже тот раз, несколько дней назад смотрела. Так что вы машина имеете в виду поблизости? Я не хочу машину, честно говоря. Если, например, час-два, то Так хорошо. понимаете, что в Европе, это же если в Испанию или Италию, так и дешевле обойдется, чем какие-то Нидерланды Да? или Германия. Мне кажется, что да. Да. И интереснее море все-таки. Ну, знаешь, можно... Или вы не любите пляж? Не, пляж не очень, но я вообще-то хочу. Думаю, что пляж здесь тоже могу. Здесь тоже можем на пляж. А вот так хочу, чтобы, не знаю, посмотреть города, эти красивые места. Больше смотреть. архитектура, да? Да. Гулять по городу, посмотреть. Вы Да. вообще были в Нидерландах? Там? Не, еще нет, вот поэтому говорю. В Германии была, но в Нидерланде еще не была. Нет. Так что, мои дорогие друзья, вы следите за нами, мы
сырочкой, вот армянский, как называется, Ира, армянский шашлык. Авандакан, как будет, жողովուրդյան ավանդական, հայկական, не знаю, как будет по-русски авандакан, как будет по-русски авандакан, грек теснем жողովուրդյան. А какую вы рыбу, кстати, взяли? Что? Рыбу. Рыбу это форель. Ну, думаю, вкусно будет, да, форель, шашлык. Раньше я ժողովուրդյան, ես առաջ ահագինավ ռուսերեն էի խոսում, բայց հիմա հետ եմ վարժվել։ Հիմա խոսում եմ անգլերեն, խոսում եմ հոլանդերեն։ Ես էլ առաջ խոսում էի շատ ուսանող ժամանակ, մանավանդ ուսանող ժամանակ մեր գրականությունը մեծամասամբ ռուսերեն էր։ Ես էլ շատ բարեր մոռացի ման եմ գալիս, որ գտնեմ ժողովուրդ չեմ։ Համել բարև ձեզ, սկզբից չվարվեց։ Очень բարերը ехեք ու շուտ։ Я говорю это, для тебя говорю, Ира. Я говорю, раньше хорошо по-русски говорила, но потом... У вас практика только со мной, Да, наверное, да. С тобой еще на работе с Оксаной. Ну, она же недавно, наверное, это украинка. Да? Она украинка, то есть не то, что недавно, нет, мы вместе начали. Просто мы же не, ну, иногда во время паузы или так встретимся, встречаемся и поговорим по-русски. Տեսնում եք ինչ հայտարարած եմ ռուսերեն խոսում ժողովուրդյան, բայց նախկինում շատ լավ էի խոսում։ Մոռացել եմ, դե որ չեմ խոսում, ну язык так, да, если не разговариваешь, то забываешь. Я хожу в школу нидерландский, учу сколько, без практики. Очень медленно все движется. Давай по-нидерландски поговорить. Нет, alsjeblieft. Ага. Это маркетинг, это сейчас будем здесь. Это вы не с дом или? Да, Раджа. Сейчас может слить чуть водичку сюда вылить. Куда? Да не. Не разольется? Не. Так, дорогие зрители. Дорогие зрители, посмотрите, как... Видите, давай, все капает. равно, все-таки надо. Давай немножко. Вы потом обрежете видео, да? Ну, покажи ничего. Давай. И салфетку надо, да, теперь? Сейчас я принесу. Նայեք ինչ սիրուն լավ մաքրեցինք ժողովուրդյան կծու կրպեղներն ու սմբուկները։ Իրանյան, сейчас я салфетку принесу. Այս լոլիկներն էլ Աշոտը նախկինում ամբողջական էր խորովում, Հայաստան գնացինք, Իմ փեսան Անուշավանը այսենց կիսած էր խորովում, դրանից հետո Աշոտը շատ հավելեց։ Աղներ հետ է, շատ լավն է։ Աղը ցանում այսպես վրան ու խորովում է։ Այնպես որ ապրի իմ փեսան, որ այս ձևը սովորացրեց իր աներոջը, հիմա միշտ այսպես է անում։ И то я всегда беру вот этот Basic Fit большой казак. Да. Я трамбую только туда столько, что в итоге я половину не одеваю. Ну да, ну откуда знаешь, поэтому лучше брать с собой. Да. Ну там дешевле, вообще в Испании, думаешь? Чем здесь? Ну, понимаете, мы раньше просто летали так, что мы просто жилье брали без еды, без ничего. Мы сами там где-то кушали. На это много уходит, если честно. А сейчас уже все будет включено, поэтому мне кажется, так. Давай. Мы? А мы не директор. А вы, да? Да. Но давай вместо здесь откроем, место сделаем для этого. Da, ei, gute, auch jetzt nein. Ei, egal. А, в общем, я позвонил, скажу.
Issue macht das. Das ist mal mit dem Rest, wenn wir wollen, also schicken, das ist schicken. Das ist geil. Das ist machst du. Das macht die Wurzel. Mal ja, der Magas, der was er macht, dann also dann hat er gerade schon mal gesagt. Der ist natürlich ein bisschen mehr, das ist. Vielleicht kommt mal der ist. Das ist. Das ist der Kapitän, das kein gar noch, das kann gar. Ob sie aus der bei Scheiße. Ach, wenn du das hast. Сейчас времени переводчу. Врачами. Здесь вот это, да, тарелку возьми, там здесь еще большие, я сейчас посмотрю. Вот эти тоже есть. Вот такой вот маленький. Какой хочешь, делайте. Хотя в этом лучше. Так, нет? Или так? Соль? Да. Вообще-то у меня были эти маленькие, не знаю. Зимой это неудобно, потому что сразу из-за этой влажности пара или так-то не выходит больше. Большие тарелки возьму. Здесь, по-моему, тоже. Это возьму. Петушка придет, потому что у нее пауза бывает, наверное, минут 5. Не один раз. Надо вот так, когда хочешь пить, скажи, когда хочешь, чтобы есть быстро так выходит, что-то берет и опять наверх. Времени нету. Но все равно тарелку тут поставить, не знаю. А вы что, общались с кем-то онлайн? Ты на эту тему там рассказываете, какие там варианты? Сейчас это на 2.1, то, что я повторяю. На 2.2 уже сейчас у нас, вот, допустим, задание, как вернусь с отпуска, мне нужно сделать рассказ на тему того, как я здесь, типа, иммиграцию проходила, как я там, что делаю, учусь или работу ищу. Ну вот о своей жизни в Бельгии, в общем, интеграция. Или же о отношениях с партнерами, если есть. Мужчина, наверное, там будет сидеть. Уже начали уже, да? Ja, klar. Стеснительный мальчик. Очень-очень. Например, если открыть, почему не закрывали? Посмотри. Это, мне кажется, у всех мужчин это в генетике. Да. Ну, я думаю, Ира, что в доме должно все быть удобно. Все должно быть удобно, все должно свое место иметь, чтобы и еще обратно положить удобно было. Согласна, да, но Да. все равно. Даже если удобно, они специально положат. Да. Мне кажется, мечта, то, что человеку дает стимул жить. Да, это в первую очередь. Да, потому что это очень много хороших людей, очень... Բաղբաղակի մեքենան է, ես էլ ասում եմ, ես ինձ սիրուն ազդանշան են տալիս։ Հիմա էլի կմիացնի ազդանշանը, կանցնի կլսեք։ Մեր հյուրերին ճանապարհեցինք, ժողովուրդ ջան, լավ ժամանակ անցկացրինք։ Արդեն օրը վերջանում է, ուզում եմ վլոգս էլ հետը վերջացնեմ։ Ձեզ ամենալավն եմ մաղթում, լավ եղեք, լավ մնացեք, առողջ եղեք, սիրում եմ ձեզ, հաջողություն, կհանդիպենք հաջորդ վլոգում։